Երևանում կայացավ Հայաստանը ես եմ և կամուրջ քաղաքացիական հասարակական նախաձեռնությունների համատեղ քննարկում համաժողովը, որի նպատակն էր միավորել փորձագիտական ներուժը և գտնել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների գործնական լուծումներ։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին նշեց, որ նախաձեռնությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևոր բաղադրիչներից է նմանատիպ հանդիպումների անցկացումը։ Նրա խոսքով հենց նման ձևաչափերն են ստեղծում հարթակ, որտեղ բարձրաձայնվում են երկրի առաջ ծառացած խնդիրներ եւ ձևավորվում են դրանց լուծման ուղիները։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է եւ մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք երաստիճան համակարգով խնդիրները արձանագրել։ Հետեւյալ կերպ. խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում եւ հիմնավորում։ Ընդհանրապես այս երաշտյան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Նայիրի Սարգսյանը հավելեց, որ երկրի զարգացման բանալին փորձագետների եւ հասարակության միջև արդյունավետ երկխոսությունն է։ Միայն համատեղ քննարկումների եւ մասնագիտական փոխանակման միջոցով է հնարավոր գտնել երկարաժամկետ եւ իրատեսական լուծումներ։ Նպատակը հետեւյալն է։ Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության եւ սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարեւոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, խոսքը գնում է քաղաքական կամ տարածաշրջանային, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական եւ սոցիալական հարցերի լուծման կամ եղանակների լուծման գտնելու փնտրելու ոչ մի բան չի ստացվի։ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը մշտապես բարձրաձայնում է հասարակական խնդիրները, սակայն կարևոր է, որ յուրաքանչյուր հնչեցված հարց ուղեկցվի հստակ լուծման առաջարկներով։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին աղքատության աճի, արտագաղթի տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի եւ մի շարք այլ կարևոր հարցեր։ Մասնակիցները շեշտեցին, որ հաճախ որոշումներ են կայացվում առանց դրանց սոցիալական եւ իրավական հետևանքների խորքային գնահատմամբ, ինչի հետևանքով դրանք բախվում են տեխնիկական եւ կիրառական խնդիրների։ Այդպիսի օրինակներից է հայտարարագրման գործընթացը, որը ոչ միայն տեխնիկական խոչընդոտների է հանդիպել, այլև առաջացրել է մի շարք սոցիալական անհամապատասխանություններ։ Համաժողովի ընթացքում հնչեցին նաև զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտների զարգացման հետ կապված մտահոգություններ ու առաջարկներ։ Մասնակիցները կարևորեցին ոլորտային համագործակցության խորացումը եւ պետական քաղաքականության ավելի համակարգված մոտեցումը, տնտեսական կայունության եւ հասարակական առաջընթացի ապահովման համար։ Բավականին քաղաքացիներ այսօր Հայաստանում ունեն խնդիրներ զբոսաշրջության ոլորտի հետ կապված, սակայն գրեթե ոչ մի կառույցի չեն դիմում, որովհետև գիտեն, որ իրենց խնդիրներին վերջնական լուծում չի տրվելու։ Քննարկումն ամփոփվեց այն համոզմամբ, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու բանալին գտնվում է միասնական կամքի, փորձագիտական մտածողության եւ հանրային միասնության մեջ։ Նման ձևաչափերը ոչ միայն ստեղծում են երկխոսության հարթակ, այլև ձևավորում են համատեղ պատասխանատվության մշակույթ հանուն երկրի սոցիալ-տնտեսական վերածննդի եւ կայուն զարգացման։